Եվ նայելու թե ինչպես ենք մենք այսօր ապրում։ Երկրորդ Կորինթացոց 13-րդ գլխի 5-րդ համարն եմ կարդալու։ 2 Коринфянам 13 глава 5 стих. Փորձեցեք ձեր անձերը, թե արդյոք հավատքում եք, քննեցեք ձեր անձերը, կամ թե չգիտեք ձեր անձերը, որ Հիսուս Քրիստոսը ձեզանում է, միայն եթե անպիտան լինեք։ Մենք Եթե հիշում եք անցյալ կիրակի օրը սկսեցինք շատ կարևոր թեման, որն որ Աստված պաշտության հետ է կախված, ռուսերեն ասում են благочестие, որն որ բավականին ծավալուն թեմա է, ու մենակ երեք անցյալ կիրակի օրը, այս կիրակի օրը մենք չենք սահմանափակվի, էլի գաղափարներ կա, որն որ կներկայացվի Աստծո խոսքիցը, բայց այսօր մենք նորից մի անգամ հիշենք, որ Աստված պաշտությունը երկու տեսակի է լինում։ Անցյալ կիրակի օրը մենք խոսացինք, դա ճշմարիտ եւ կեղծ աստվածապաշտություն, ես ложное и истинное благочестие, եւ մենք պետք է հասկանանք, որ այդ կեղծ աստվածապաշտությունը, որի մասին մենք ամբողջ քարոզը լսեցինք մյուս անցյալ կիրակի օրը, հնարավորություն է տալու մեզ հասկանալու, որ միջև անգամ կեղծ աստվածապաշտությունը իր մեջ պարունակում է էլի երկու մաս։ Այսինքն մարդը, որն որ գիտակցաբար է կեղծ աստվածապաշտության մեջ գտնվում եւ անգիտակցաբար։ Մարդիկ, որոնք որ գիտակցաբար են աստվածապաշտության մեջ գտնվում, իրենց աստվածապաշտությունը ավելի հիմնված է այն մարմնի վրա, որ մարմնի համար ինչ կարող եմ անել իմ աստվածապաշտության, ու այսօր բավականին մեծ քանակությամբ մարդիկ կան, որոնք որ աստվածապաշտությունը շահավաճառության են վերածել ու իրանց համար փող են վաստակում կամ ինչ որ մի բան, որն որ մարմնի հետ է կախված, այդպիսի մարդիկ շատ սարսափելի վիճակի մեջ են գտնում, որտեղ իրանք հասկանում են, որ իրենց աստվածապաշտությունը կեղծ է, եւ դա սարսափելի բան է, բայց կան մարդիկ, ովքեր որ կեղծ աստվածապաշտության մեջ գտնվելով անգիտակցաբար են անում։ Հիշում եք, չէ՞, մենք հիշեցինք մի քանի մարդկանց, որոնք որ Աստվածաշնչում գրված են, որոնք ժամանակին սխալ աստվածապաշտության մեջ էին գտնում, թե Պողոսը կլինի այնտեղ Նիկոդիմոսի մասին հիշեցինք, Հովսեփի մասին, Ստեփանոսի մասին, որոնք ժամանակին փարիսեցիներ լինելով սխալ աստվածապաշտության մեջ էին գտնվում, ու այսօր էլ բավականին մեծ քանակությամբ մարդիկ կան, որոնք որ նույն վիճակի մեջ են գտնում, բայց մենք բոլորս պետք է հիշենք, որ ուզում ես գիտակցաբար թե անգիտակցաբար, եթե Աստված թույլ տվեց, որ դու շարունակես քո այդ վիճակի մեջ գտնվել, վերջը շատ սարսափելի կեղնի։ Դրա համար մենք ամեն մեկս այսօր նայում ենք մեր կյանքը, քննում ենք մեր հավատքը, նայում ենք թե ինչ վիճակի մեջ է գտնում մեր աստվածապաշտությունը եւ նորից սկսում ենք մտածել դրա մասին, որպեսզի այն աստվածապաշտությունը, որն որ մենք այսօր կատարում ենք, Աստված ենք պաշտում, Աստված ընդունելի դարձնի։ Ու այսօր առանձնապես այսօր, երբ որ մենք հիշելու ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահը, շատ նշանակություն ունի իմ սիրելիներ, որ մենք կարողանանք նորից եւ նորից նայել։ Տեսեք, Աստված իզուր չէ, որ թողեց մեզի այս պատվիրանքը, որ սա ոչ միայն պատվիրանք է, որն որ կատարվում է այս կյանքի մեջ, սա տեսանելի պատվիրանք է։ Մենք տեսնում ենք եւ ընդունում ենք։ Եվ դա շատ նշանակալի է, որտեղ ես շատ մարդկանց տեսել եմ, որ առանձնապես այսօր մարդիկ ավելի զգույշ են, ավելի լարված են, որպեսզի հանգարց ինչ-որ մի բան սխալ չանեն։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, մենք այսօր էլի մի անգամ կկարդանք, երբ որ արդեն ընդունելու ժամանակ կեղնի, բայց ուզում եմ հիշեցնել այն տեղը, որտեղ որ Աստված էլի մեզ կոչ է անում, որ նայենք մեր կյանքը եւ հետո ընդունենք այս բարիքները։ Առաջի Կորինթացոց 11-րդ գլխի 27-ից 29 համարները։ 1 Коринфянам 11 глава 27 по 29 стихи. Ուրեմն ով որ այս հացը ուտե կամ տիրոջ բաժակը խմե անարժանությամբ, նա պարտական կլինի տիրոջ մարմնին եւ արյունին։ Ուրեմն թող մարդը փորձե իր անձը եւ ապա այն հացից ուտե եւ այն բաժակից խմե, որովհետեւ անարժանությամբ ուտող եւ խմողը իր անձի համար դատաստանն է ուտում եւ խմում, որ չի որոշում տիրոջ մարմինը։ Այսինքն չի ջոգում, նոր հայկական թարգմանության մեջ գրված է, չի զատ որոշում, այսինքն չի անջատում հասարակ հացունու գինին
այն գինի հացին, որն մենք այսօր պետք է ընդունենք որպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնի եւ արյան նշանը։ Քիչ առաջ եղբայրն էլ հիշեցրեց, որ մարդը ինչպես հավատք կա, այնպես էլ հաղորդության սեղանի բարիքները ընդունելը սովորություն կարող է դարձնել։ Դրա համար էլ այսօր նորից մի անգամ քննենք մեր անձը, ինչքանով ենք մենք այս բարիքները ընդունում երկուղատությամբ եւ ոչ թե սովորությամբ։ Ու կարողանանք մտածել դրա մասին, քանի որ մենք ապրում ենք այս կյանքի մեջ, մենք շրջապատված ենք անօրեն մարդկանցով, մենք ունենք մի մարմին, որն մեզ ձգում է դեպի մեղքը եւ այստեղ պատերազմը այնքան թեժ պետք է եղնի, որ ամեն անգամ ոչ թե ամիսը մի անգամ, այսինչ լավ հնարավորություն կամ տեսանելի բարիքները ընդունեմ, նորից մի անգամ Աստծո առաջ ասեմ, որ ո Աստված, այ ես իմ պարտքս կատարեցի, հիմա էլ դու պետք է ինձ ինչ որ ես խնդրում եմ տաս, չէ, դա չի, մեր ամեն օրվա կյանքի մեջ մենք պետք է քննության ներթարկենք մեր կյանքը եւ նայենք, թե ինչ վիճակի մեջ են գտնում ու ճիշտ առաջնորդություն ունենանք։ Մենք նույնիսկ եմ ասում, էլի շատ խոսանք է դրա մասին, բայց իմ այսօր ուզում եմ ձեզ հետ միասին երկրորդ Պետրոսի առաջի գլխի 3-4 համարները կարդալ ու երրորդ համարի վրա բավականին ժամանակ կանգնենք, որպեսզի կարողանանք նորից եւ նորից մտածել դրա մասին։ Ուրեմն երկրորդ Պետրոս առաջի գլուխ 3-4 համարը, 2 Պետրա 1 глава 3-4 стихи։ Անդրում եմ ուշադիր լսեցեք։ Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածպաշտության համար պետք է նրա գիտությունով, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությունով, որոնցով ամենամեծ պատվական խոստումներն են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը, աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով։ Մեր աստվածապաշտության կարևոր ուղղությունը նրանում է կայանում, որ ինչպես Պետրոս Արաքելը ասում է, ճիշտ է մեզ շատ լավ, երանելի խոստումներ ա տրված, հավիտենական կյանք, որն որ այնտեղ հնարավոր չի պատկերացնել, թե ինչ է սպասում մեզ համար, Պողոս Արաքելը ասում է, ոչ միտքը, ոչ մեր ամենամեծ ֆանտազիա հնարավոր չի հասցնելու այն գաղափարին, թե ինչ է Աստված պատրաստել մեզ բոլորիս համար, բայց որպեսզի մենք կարողանանք հասնենք այնտեղ, մենք նորից մի անգամ նայում ենք մեր աստվածպաշտությանը եւ նայում ենք, թե ինչքանով մենք այս աշխարհում ապրելով, մենք չենք կարող չապրել այս աշխարհի մեջ, այս աշխարհում ապրելով աշխարհի հետ դոստ լինենք, մոտիկ հարազատ լինենք աշխարհի հետ։ Ու դա շատ ցավալի վիճակ կեղնի, իմ սիրելիներ, որովհետև նորից եմ ասում, մենք ամեն անգամ գալով այստեղ մենք մեզ ներկայացնում ենք ինչպես հավատացյալներ, որովհետև ժամանակին ապաշխարել մկրտվել ենք, բայց ինչպիսին ենք աշխարհում։ Աշխարհը ինչ է մեզ համար։ Այն տեղն է, որտեղ որ մենք ապրում ենք ծառայելով Աստծուն աշխարհի մեջ, թե այն տեղն է, որտեղ որ մենք կարող ենք աշխարհային մարդկանց նման վայելել այս կյանքը։ Ու դա մտածելու բան է տալի մեզի, որովհետև գիտեք, որպեսզի մենք նայեք Պողոս Արաքելը շատ ներողություն, Պետրոս Արաքելը շատ կարևոր նշանակություն է տալիս սրան, հասկացնելով մեզի, որ ինչքան էլ մենք ուզենանք մտածել, ինչքան էլ մենք մեր մարդկային մտքով մտածել, Աստված մեզ տվել է ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք այդ ամեն ինչը կատարելով երկինք գնալ։ Բայց նայեք հետաքրքիր բան է, մենք ոչ մի անգամ չպետք է կարծենանք, որ եթե ինչ-որ մի բան կա այս կյանքի մեջ, ամեն ինչ հեշտ է, ամեն ինչ այնպես է, որ մենք կարողանանք ամեն ինչ անել այնպես, ինչպես որ հասարակ մեր առօրյա կյանքի մեջ որոշ բաներ կա, որոնք մենք անում ենք առանց մտածելու, օրինակի համար, մենք շնչում ենք չմտածելով, շնչում ենք թե չէ, ուրիշ շատ բաներ կա, որոնք այնքան հասարակ բան է, որ մենք դրա մասին այնքան էլ չենք մտածում, բայց աստվածպաշտությունը այնքան կարևորություն է մեր կյանքի մեջ, որ նրա կեղծելը շատ սարսափելի հետևանքի առաջ կանգնենք, դրա մեջ նայելով մեր կյանքը, տեսեք Պետրոս Արաքելը էլի այս նույն երկրորդ Պետրոսի առաջի գլխի շարունակությունը 5-րդ համարից սկսած, տեսեք ինչ է մեզ ներկայացնում։ Այսօր մենք սրա մասին չենք խոսալու, բայց ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ
մի ժամանակին երբ Տերը կյանք տվեց, մենք սրա մասին անպայման պետք է խոսանք։ Եվ սույն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հավատքովը ներկայացրեք կամ հավատքի վրա ներկայացրեք առաքինություն եւ առաքինությունով գիտություն եւ գիտությունով ժուժկալություն եւ ժուժկալությունով համբերություն եւ համբերությունով աստվածպաշտություն եւ աստվածպաշտությունով եղբայրասիրություն եւ եղբայրասիրությունով սեր։ Չգիտեմ, դուք հաշվեցիք թե չէ 7 աստիճաններ Աստված հնարավորություն է տալի մեզ հասկանալու, որպեսզի մենք հասնենք ճշմարիտ աստվածապաշտությանը 7 որտեղ ստեղ կարդացինք 5-րդ աստիճանի վրա է։ Մինչև աստվածապաշտությունը ելի 4 աստիճաններ կա, որ մենք պետք է ձգտենք նայելով մեր կյանքը տեսնել այնտեղ այն կարևոր բաները, որոնք նորից եմ ասում, ժամանակին մենք դրա մասին կխոսանք, բայց հիշենք մի կարևոր բան, այդ վերելքը բարձրանալ վերևը շատ կարևոր է մեզ բոլորիս համար հասկանալով, որ սա ինքը իրանով չի եղնում, իջնելը հեշտ է, գլորվելը հեշտ է, բայց բարձրանալը դժվար է ու դրա համար Պետրոս Արաքելը մեզ շեշտում է, որ դրա համար պետք է ջանք անել, որպեսզի մենք դեռ հասկանանք, որ ինչպիսի հավատք ունենք, մեր հավատքը կենդանի է թե մեռած, ու հետո այդ հավատքի վրա սկսենք արդեն այդ աստիճանները բարձրանալ, որը մեզ կհասցնի ամենակարևորին, սիրո, որից հետո որը գիտեք, որ ամեն ինչ կվերջանա, երկնքի արքայության մեջ միայն սերը կմնա ու այն հավիտյանից կլինի։ Հասկանալի բան է, որ ջանք անելը շատ դժվար է եւ այստեղ այնց չի որ գիտեք ինքը իրան ամեն ինչ կատարում է, ջանք ենք անում եւ նայում ենք Աստծո խոսքի մեջ։ Տերը մեզ հիշեցնում է մի կարևոր բան, որ մեզ մտածելու բան է տալի։ Նայեք առաջի 2 Պետրոսի առաջի գլուխ 3 համարը, մի անգամ էլ կարդանք այս համարը, ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածպաշտության համար պետք է։ Ինչպես որ նա տվեց մեզ այս հնարավորությունը, որ ինչ էլ պետք է մեր կյանքի եւ աստվածպաշտության համար։ Գիտեք, ես մի բան եմ ուզում հիշեցնել, որ շատ կարեւոր է բոլորիս համար, երբ որ մենք կանգնենք Աստծո առաջ, ու Աստված չանի, Աստված մեզ կասի, որ ես քեզ չեմ ճանաչել երբեք, մեզանից ոչ մեկը չի կարողանա արդարանալ, ես չգիտեմ ով ինչ կարող եղնի, բայց մեզանից այս եկեղեցու մեջ գտնվող ոչ մի անդամ չի կարողանա արդարանալ, ասելով որ Տեր ես չգիտեի, որովհետև Աստված արդեն Պետրոս Արաքյալի միջոցով այսօր մենք կարդացինք, որ ամեն ինչ տվել է, որպեսզի մեր կյանքը ու մեր աստվածապաշտությունը ճշմարիտ է եղնի։ Այս խոսքը, որ մենք ունենք Աստվածաշունչ, մատյանը, որ ունենք, որտեղ որ մեզ Աստված այնպես պարզ ու հասարակ է բացատրում, թե ինչպիսին պետք է լինի մեր աստվածապաշտությունը, մեզ հնարավորություն է տալի խորանալու ճշմարտության մեջ։ Իմ սիրելիներ, չի պետք չի որպեսզի մենք կարողանանք մարդկանց վկայել, որ ես ամեն օր կարդում եմ Աստվածաշունչը։ Այո, լավ ես անում, որ կարդում ես, բայց Աստվածաշունչը կարդալ պետք չի, նրան պետք է ուսումնասիրել։ Դու պետք է խորանաս այնտեղ ու խնդրես Սուրբ Հոգի Աստծուց, որը քո մեջն է, որ նա քեզ առաջնորդի եւ դու կարողանաս քեզ համար բացվի այն ճշմարիտ աստվածապաշտությունը, որ դու փախչես կեղծ աստվածապաշտությունից, որոնց այսօր աշխարհի մեծամասնությունը գտնվում է։ Շատ կարևոր բան, որ մենք հասկանանք ու գիտենանք, որովհետև նորից եմ ասում, բավականին մեծ քանակության կեղծիք կա աստվածապաշտության, որն որ շատ ցավալի հետևանքի առաջ է բերում մարդկանց։ Առաջի Տիմոթեոս 4 գլուխ 7-րդ համարը։ Ըմբռնում եմ ուշադիր լսեցեք, ինչ է ասում Աստված այստեղ Պողոս Արաքյալի միջոցով։ 1 Տիմոթեոս 4 глава 7 стих։ Եվ պիղծ ու պարավական առասպելներից ետկած, բայց վարժեցրու քո անձը Աստված պաշտությունով։ Գիտեք, ես նորից եմ ասում, հիմնվելով այս մի քանի բառերից, այս մեկ համարից, մենք շատ անգամ ընդհանրապես մեր մասին չի, ընդհանրապես ամբողջ մարդկության մասին է, ինչի է կեղծվում Աստված պաշտությունը, որովհետև մարդիկ ավելի հակում ունեն առասպելների վրա հիմնվելու, քան թե ճշմարտության վրա։
Որտեւ գիտեք ինչի համար, մարդու համար առասպելները ու պարավական այս մեր անցյալում, մեր պապերի հավատքը շատ ավելի հեշտ է, քան թե ճշմարտությունը։ Մարդը, որն որ ամեն անգամ փնտրում է ու գտնում է, որպեսզի հեշտ միջոց գտնի, միջև անգամ աստվածպաշտության մեջ, ծույլը մարդը ինք իրանով բնությունով ծույլը ինքը ամեն անգամ նայում է թե ինչպես կարելի է Աստված պաշտել, որ շատ մեծ ջանք չանեմ, իմ միևնույն ժամանակ իմ աստվածապաշտությունը կենթանի Աստծո պաշտելու միջոց դառնա։ Բայց Աստված այդպես չի ասում, ասում է, որպեսզի դու կարողանաս ճշմարիտ աստվածապաշտության հետևես, դու պետք է ամեն ինչ որ պարավական առասպելները, ինչ որ պապերի, որ այսօր շատ են մեզ հանդիմանում, ես չգիտեմ ձեզ ոնց, բայց մեր ընտանիքի անդամները երբ որ ժամանակին թողեցինք մեր այս լուսավորչական կամ առաքելական հավատքը ու դառանք դեպի ճշմարտությունը, բոլորն էլ ասում են դուք շատ մեծ մեղք եք գործել, որ մեր պապերի հավատքը թողել եք եւ ընկել եք ինչ որ մի հատ սեկտատների մեջը։ Դա պետք է եղնի անպայման, սատանան չի թողնա հանգիստ մեզի, բայց կարևորը այն է, որ մենք կարողանանք ազատվել դրանից, իմ սիրելիներ, ազատվել լիովին, համոզված լինելով, որ յուրաքանչյուր բան, ինչ որ մեր անցյալում կար, ինչ որ մենք այնտեղ մոմ էինք վառում, սրբապատկեր էինք պաշտում, թե ինչ որ ուրիշ շատ բաներ, որոնք Աստվածաշնչի հիմնված չի, սրանք բոլորը պարավական առասպելներ են ու մեզ ավելի հեռացնում են ճշմարիտ աստվածապաշտությունից։ Դրա համար մտածելու բան ունենք, ու նայեք ինչ է ասում Տիմոթեոսի առաջի Տիմոթեոս առաջի գլուխ 4-րդ համարը, 1 Տիմոթեոս 1 глава 4 стих։ Եվ մտիկ չտանք առասպելների եւ ազգահամարներին, որ վեր չունեն, որ ավելի վեճի են գրգռում, քան թե Աստծո շինությանը հավատքով։ Բոլոր այն բաները, ինչ էլ որ մեր անցյալում, մեր պապերը բերել են իրանց անգրագետ վիճակի մեջ, մեզ հնարավորություն է տալի, որպեսզի մենք հասկանանք, որ սրանք ամեն ինչը Աստծո խոսքի վրա հիմնված չեն, սրանք ամեն ինչը այն առասպելներից եկած է, որն որ մեզ ոչ մի օգուտ չի տա, դրանով երկինք չեն կարողանա մտնենք։ Ու երկրորդ կարևոր բանը, առաջինը դրանից պետք է ազատվենք։ Եթե ինչ որ մեկը դեռ էլի իր մեջ ունի այդ բանը, իմ սերունդներ, ազատվեցեք, աղոթք արեք, որպեսզի Աստված ձեզ ուժ տա, որ դուք կարողանաք դեն գցեք այդ ամեն ինչը, որ դրանք չխանգարեն մեզ ճշմարիտ աստվածապաշտության։ Ու երկրորդ կարևոր բանը, էլի նույնից 2 Տիմոթեոս առաջի 4-րդ գլուխ 7-րդ համարը, տեսեք ինչ է ասում, բայց վարժեցրու քո անձը աստվածապաշտությունով։ Այսինքն բոլորս լավ գիտենք, որ երբ որ մարդը տկարանում է, ինչ որ մի վիճակի մեջ է գտնվում, շատ կարևորը ֆիզիկական մարմինը վարժեցնելու, վազելը, մանգալը, ամեն անգամ մեզ բժիշկները հիշեցնում են ու ասում են, որ մի պետք չի նստել, պարկել, քնելը, ամեն անգամ դուս արի, ման արի, վազի, մարզանքներ արա, որպեսզի քո մարմինը կարողանա լավ վիճակի մեջ գտնվել ու ատրաֆիրված չեղնի մարմին։ Մենք գիտենք, որ հոգին էլ կարող է ատրաֆիրված եղնի։ Դրա համար Աստծո խոսքը մեզ հիշեցնում է, որ մենք պետք է ամեն անգամ վարժության մեջ եղնենք, Աստծո խոսքը ուսումնասիրելով եւ Աստծո խոսքի մեջ խորանալով։ Տեսեք, Եբրայեցոց թղթի հեղինակը հետաքրքիր ձևով ներկայացնում է մեզի այս կարևոր գաղափարը, հիշեցնելով, որ ինչ է նշանակում վարժություն Աստծո խոսքի աստվածապաշտության մեջ։ 5-րդ գլուխ Եբրայեցոց 5-րդ գլուխ 13-14 համարները։ Եվրեյան 5 глава 13-14 стихи։ Որտեւ ամեն ով որ կատնակեր է, անհմուտ է արդարության խոսքին, որտեւ տղա է, այսինքն երեխա է, տղա հին հայկական խոսք է, բայց կատարյալների համար է հաստատ կերակուրը, որոնց գայրանները վարժողությամբ կրթված են բարին եւ չարը զանազանելու։ Մենք այսօր որ բարձենում ենք շատ անգամ ու մեկը ասում է ես այսքան, մյուսը այնքան, տարիներ ու տասնյակ տարիներ հավատքի մեջ գտնվելով, մենք պետք է նայենք մեր կյանքի մեջ տեսնանք, կարող է էլի շարունակում ենք կատնակեր մնալ։ Ու մեզ պետք է մենակ այն առաջնա բարերը, առաջնա գաղափարները ամեն անգամ հիշեցնել եւ դժվարությունները մենք չենք կարողանում մարզել։ Տեսեք ինչ է ասում է, մենք կրթված ենք, պետք է կրթված եղնենք արդեն։ Այդ տարիները իզուր պետք է չանցնի, որ մեր աստվածապաշտությունը մեզ օգնի, որ մենք կարողանանք չարն ու բարին
զանազանել։ Եսայա մարգարեն, հետաքրքիր է, գիտեք, այսօր մենք լսեցինք էլի այդ մեր եղբոր շատ կարևոր գաղափարները, մենք երբ որ Եսայա մարգարեի 7:14-15 կարդանք իմի, 7:14-ը կարդում ենք, մեզ համար հայտնի է, այնտեղ ներկայացված է Հիսուս Քրիստոսի ծնունդը, առանձնահատուկ անսովոր ծնունդը, բայց 15-ը ոչ մի անգամ մենք ուշադրություն չենք դարձրել, իսկ տեսեք ինչ է ասում Եսայա 7-րդ գլխի 14-15 համարը։ Եսայա 7 глава 14-15 стихи։ Սրա համար Տերը ինքը ձեզ նշան կտա, ահա կույսը կհղիանա եւ կծնի մի որդի եւ նրա անունը կլինի Էմանուել։ Բոլորիս համար հայտնի խոսք է, բայց տեսեք երկրորդ այս 14-15 համարը ինչ է ասում։ Նա կոքի, ես ուզում եմ հիշեցնել, որ կոքի դա հին հայկական խոսք է, որն որ կաթի հետ է կախված, կաթ, եւ մեղր կուտի, մինչեւ որ գիտենա չարը մերժել եւ բանը լավ ընտրել։ Նայեք հետաքրքիր բան։ Միջև անգամ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ Աստված էր, ծնվելով այս ֆիզիկական կյանքի մեջ, ինքը, երբ որ անսովոր ծնունդ ունեցավ, իր կյանքում մեզ համար խոմ հայտնի չի 30 տարի Քրիստոսը ոնց էր ապրում։ Մենակ մի դրվագ Ղուկասի ավետարանում ներկայացված է, որտեղ որ 12 տարեկան Քրիստոսը ինչ որ մի գործողություն կատարեց, բայց մնացած ժամանակները մեզ հայտնի չեն, բայց այստեղ Եսայան մեզ ներկայացնում է, որ ինքը իր ամբողջ այդ 30 տարվա ընթացքում ամեն ձևով ձգտում էր, որ այնպես ապրել, որ կարողանար այն չարը մերժել, չարը ասել չեմ ուզում եւ լավ ընդունել։ Այ մեզ օրինակ է, հնարություն է տալի հասկանալու, որ մենք էլ պետք է աճենք Աստծո խոսքի մեջ, հիմի դա կաթ ու մեղրի հարցը չի, Աստծո խոսքը ուսումնասիրելով կարողանանք հասկանանք, ձգտենք նայել այդ բանի մեջը, չարն ու բարին ջոգելու համար, չարը մերժենք, ասենք չենք ուզում այդ չարը, բայց բարին ընդունենք, բայց որպեսզի մենք հասկանանք որն է չարը, որն է բարին, թող Աստված մեզ իր խոսքի միջոցով ներկայացնի, որ մենք կարողանանք հասկանանք ինչն է չարը, ինչն է բարին։ Նայեք Ղուկասի 2-րդ գլխի 51-52 համարը, երբ որ մեր եղբայր Ղուկասը, մենակ Ղուկասն է այստեղ ներկայացնում, ուրիշ ոչ մի ավետարանիչ չի ներկայացնում Հիսուսի կյանքը մինչև 30 տարեկանը, տեսեք ինչպես է նա ասում այստեղ։ Լուկա 2 глава 51-52 стихи։ Եվ նա նրանց հետ իջավ եւ գնաց Նազարեթ, եւ նրանց հնազանդ էր, ուշադրի լսեցեք, ինքը Աստված մարմնի մեջ, եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում։ Եվ Հիսուսը զարգանում էր իմաստությունով եւ հասակով եւ շնորհքով Աստծո եւ մարդկանց մոտ։ Այ քիչ առաջ եղբայրը հիշեցել, չէ՞ որ մեր այսօրվա հոգևոր աճը ոչ թե մեր վկայությունով պետք է եղնի, այլ մեր շուրջը գտնվող մարդիկ պետք է մեր փոփոխությունը տեսնան, որ կարողանան ասել, այսօր շատ անգամ է մարդիկ, գիտեք, ինչքան մեծ ուրախություն կա, երբ որ ինձի ասում են, որ սա հավատացյալ է։ Ճիշտ է, շատ անգամ այդ ասում են անարքանքով, շատ անգամ ծիծաղելով են ասում, բայց ինչքան ուրախություն կա, որ իրանք տեսնում են, որ ես էլ իրանց նման չեմ։ Ինչքան ուրախություն կա, որ իրանք տեսնում են, որ ես առանձնահատուկ ձևով եմ ընդունում այն աստվածպաշտությունը, որն որ իրանք լրիվ կեղծելով ապրում են իրանց կյանքի մեջ, նորից իրանց աստվածպաշտությունը ընդունելով որպես ճշմարտություն։ Նայեք ձեր շուրջը գտնվող մարդիկ, ոչ այսօր շատ հազվագույթ կգտնեք աթեիստ, անաստված մարդուն։ Բոլորն էլ ապրում են ու ասում են, որ մենք Աստված ենք պաշտում, բայց ինչպես են պաշտում։ Ու երբ որ քեզ մատնացուց են անում ու ասում են, որ սա հավատացյալ է, ուրախացիր, որովհետև իրանք քո մեջ տեսնում են այն փոփոխությունը, որ ժամանակին չուներ, այսօր ունես։ Դրա համար մեր Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ զարգանում էր, երբ որ մեծանում էր, երբ որ հասակ էր առնում, ինքը ոչ միայն Աստծո առաջ, այլ նաև մարդկանց մոտ ցույց էր տալի, որ ինքը իրականում այն մարդն է, որն որ առանձնահատուկ է։ Երկրորդ կարևոր բանը, տեսեք էլի երկրորդ Պետրոս առաջի գլուխ 3 համարն եմ կարդում, այստեղ գրված է, նրա գիտությունով
մեր աստվածապաշտությունը, իմ սիրելիներ, մեր աստվածապաշտությունը պետք է զարգանա, հաստատվի Աստծո խոսքով։ Իհարկե մենք այսօր շատ հնարավորություններ ունենք, այնքան գրքեր կա, որոնք մեզ հնարավորություն է տալի, որ ոչ միայն Աստվածաշունչ կարդալ, այլ նաև այն կողմնակի գրականությունը, որոնք մեզ հնարավորություն կտա ավելի հասկանալու ճշմարտությունը։ Բայց մի բան կա, որ մենք պետք է գիտենանք, ինչքան էլ ուզում եմ մարդը շատ հայտնի լինի, ու լինի մկրտական, լինի մեզ համար ընդունելի անձնավորություն, մարդը սխալական է միշտ։ Ու մենք պետք է ամեն անգամ այնքանով զարգացած լինենք, որ կարողանանք յուրաքանչյուր սխալ, ով էլ որ գրի, այս մի հատ մեկնաբանությունը միշտ ուսումնասիրում եմ, անունը չեմ ուզում տալ, որոնք շատ լավ մեկնաբանություն է տվել Աստվածաշունչ Մատյանի, թե հինը, թե նորը։ Բայց մի անգամ եղնում եմ, տեսնում եմ, թե ինքը ինչպես է մեկնաբանում, ասում եմ, այս մարդը այսքան լավ, այսքան պարզ ձևով ներկայացնելով, այսինքն սխալ ոնց կարող է անի։ Ու հետո հասկանում եմ, որ մարդը ինչքան էլ ուզում է լավը լինի, ինչքան ուզում է բարձր մակարդակի աստվածաբան լինի, միևնույն է սխալական է։ Դրա համար մենք շատ հեշտ կարող ենք ընկնել այդպիսի բաների մեջը։ Ու որպեսզի չընկնենք, կարողանանք ավելի խորը ուսումնասիրել Աստծո խոսքը, Սուրբ Հոգին խնդրենք, իմ սիրելիներ, Սուրբ Հոգուն խնդրենք, որն մեր մեջն է, որն մենք վկայում ենք, խնդրենք, որ ինքը չարն ու բարին, սխալն ու ճիշտը կարողանա մեզ բաց անի, որ մենք մեր աստվածապաշտությունը չհիմնված եղնի մարդկային, թեկուզ եւ հայտնի մարդկային գաղափարների վրա, այլ կարողանանք միշտ եւ ամեն ինչում Տիրոջը փառավորել։ Դրա համար շատ կարևոր է Քրիստոսաճանաչության մեջ աճելը։ Եթե հիշում եք Հովանու ավետարանում 17-րդ գլուխը, ամբողջ գլուխը ներկայացված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի քահանայապետական աղոթքը, որտեղ որ Աստված մարմնի մեջ աղոթք է անում խնդրելով Հայր Աստծուն, որպեսզի Հայր Աստված օրհնի այն մարդկանց, որոնք որ իրանց հետ են գտնում, եւ մենք համոզված ենք, որ նրա աղոթքը մենակ առաքյալների համար չի, մեր բոլորիս համար է։ Նայեք ինչ է ասում 3-րդ համարը, Հովանու 17-րդ գլխի 3-րդ համարը, Իոհաննա 17 գլава 3 ստիխ։ Եվ սա է հավիտենական կյանքը, ուշադիր լսեցեք, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստծուն եւ նրան, որ ուղարկեցիր Հիսուս Քրիստոսին։ Ճանաչել բառը ծանոթության հետ ոչ մի կապ չունի։ Մենք անցյալ անգամ էլ ասեցինք 5 շաբթի առավել եւս մենք խորանում ենք դրա մեջ։ Ճանաչել ռուսերեն լավ խոսք է, պազնած։ Ոչ թե знать, այլ պազնած, խորանալ, Աստծուն այնքան խորությամբ ճանաչել, որ կարողանանք նրանց հետ հարազատություն ունենալ։ Այն հարազատությունը, ինչպես ամուսինները ունեն, այդ ձևի հարազատություն, ու մենք պետք է հասկանանք, որ մեր գլխավոր նպատակն է Քրիստոսին ավելի ու ավելի ճանաչել։ Լրիվ նրան ճանաչել անկարելի է։ Մենք հավիտենականության մեջ Աստծուն պետք է ճանաչենք ու ճանաչենք։ Բայց այն ինչ որ մեզ հնարավոր է, ինչ որ մեզ պետք է ու կարևոր է, ինչ որ արդեն Աստծո խոսքի մեջ մեզ ներկայացված է, մենք պետք է ջանք անենք, իմ սիրելիներ։ Ջանքը շատ կարևոր բան է, որ Քրիստոսին ավելի ու ավելի ճանաչենք, որ կարողանանք վկայել, որ ես անցյալ անգամ ավելի քիչ գիտեի Քրիստոսի մասին, քան թե հիմի։ Բայց եթե դու Աստծո խոսքը չես կարդում, չես ուսումնասիրում, եթե քեզ համար Աստծո խոսքը ինչպես տոնական տորտ է, կարկանդակ հայերեն ասում են, եւ ոչ թե ամենօրյա հաց, այն ժամանակ ցավոք սրտին դու ոչ մի անգամ չես կարողանա հասնել Աստված ճանաչությանը։ Ու որն կարևոր է, ելի մի անգամ եմ ասում, մեզ հնարավորություն է տալի, որպեսզի մենք կարողանանք վկայել մեր մասին, ու մեզ հնարավորություն է տրված, որ ուրիշները մեր մասին վկայեն։ Տեսեք, Պողոս Արաքյալը ինչպես է ներկայացնում Թեսաղոնիկեցի թղթի մեջ է, առաջի Թեսաղոնիկեցի առաջի գլուխ 9-րդ համարը։ Первая Фессалоникийцам 1 глава 9 стих։ Որտեղ հենց իրանք, այսինքն շուրջը գտնվող մարդիկ հավատացյալ կլինի թե անհավատ, պատմում են մեր մասին, թե ինչպես մուտք ունեցանք ձեր մոտ եւ ինչպես դուք դարձաք կուրքերից դեպի Աստված, որ ծառայեք կենթանի եւ ճշմարիտ Աստծուն։ Կարող ենք մենք
ասենք որ մեր շուրջը գտնվող մեր հարևանները, մեր ազգակիցները, մեր բարեկամները կարող են մեր մասին այդ բան ասել, որ մենք ժամանակին կուրքեր ենք պաշտում ու այսօր մենք արդեն կենթանի Աստծուն ենք պաշտում։ Հենց դրանում է Աստվածպաշտությունը, ճշմարիտ Աստվածապաշտությունը, որ թեկուզ նորից եմ ասում, անարքանքով, մեզի մեղադրելով մեր հայրենամանդ հավատքից հեռանալը, հեռացել ենք, բայց միևնույն է, իրանք կարողանան վկայել, որ մենք փոխվել ենք, մենք դադարել ենք, անել են ինչ որ առաջ ենք անում, որ նոր կռապաշտություն է կոչվում։ Կարող ենք թե չի ասել, մտածենք դրա մասին, թե ինչպես ես նորից եմ հիշեցնում, մի քրոջը, որ նոր հանդիպես իր աշխատակիցին ու զարմացա, որ ինքը եկեղեցու անդամ է։ Զարմացա, որովհետև աշխատանքի ժամանակ ոչ թե ինքը չէր ներկայացնում ով է ինքը, այլ ոչ մի անգամ Քրիստոսի մասին վկայություն չէր տալի։ Թեկուզ այն անձնավորություն ումին որ հանդիպեցին, ինքը միշտ վկայում էր Քրիստոսի մասին, իր աշխատանքի տեղը ժողովուրդ, ոչ թե եկեղեցում միայն։ Եվ երրորդ կարևոր բանը, որ նոր այստեղ ներկայացված է, 2 Պետրոս 1:3 համարում, տեսեք ինչ ասում, որ մեզ կանչեց փառքի եւ առաքինությունով։ Գիտեք, մենք ապրում ենք այս ֆիզիկական կյանքի մեջ, ելի նորից եմ ասում, շատ ուրախ ենք ու շատ մեծ փառք ենք տալի մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ ստեղծել է եկեղեցի, որտեղ որ մենք կարող ենք հանդիպել գոնե շաբաթը մի անգամ կամ երկու անգամ, որպեսզի մենք միասին կարողանանք պաշտել մեր ամենակարող Աստծուն, որ նոր իրականում արժանի է պաշտամունքի։ Բայց մենք մեծամասնությունը ապրում ենք աշխարհի մեջ, աշխարհային մարդկանցով շրջապատված, ինչ ենք անում այնտեղ։ Այն առաքինությունը, որ նոր մեզ տրված է, մենք կատարում ենք թե չէ, Քրիստոս վկայում ենք թե չէ, Քրիստոսի մասին խոսում ենք մարդկանց հետ թե չէ, տեսեք, ինքը Աստված մեզ ինչի համար կանչեց, որ մենք հավիտենական կյանք վայելենք, այո, բայց մինչև հավիտենական կյանքը վայելելը, ինքը մեզ առաքինության համար կանչեց, որ ամեն անգամ, երբ որ մեզ հնարավորություն է տրվում, երբ որ մենք հանդիպում ենք անհավատ մարդուն, կարողանանք բաժնեկցել ճշմարտությունով։ Շատ կարևոր է, որ մեզ մտածեմ, թե գիտեք, շատ դժվար է, որովհետև ամոթ է, շատ մարդիկ կարող են քո այդ բաժնեկցելու ժամանակ, ոնց որ ասում են, լավություն անելու ժամանակ, կարող են քեզ ծաղրանքի ենթարկել։ Բայց ճշմարիտ Աստվածապաշտությունը նրանում է կայանում, որ ես Աստված եմ պաշտում, ոչ թե շաբաթը 1 կամ 2 անգամ այստեղ եկեղեցում, այլ ամենտեղ։ Իմ Աստվածապաշտությունը հենց դրանում է կայանում, որ ես կատարում եմ իմ առաքինությունը, ինձ դրված առաքինությունը, որ ես գնամ եւ ամբողջ աշխարհը ավետարան քարոզեմ։ Կատարում եմ թե չէ, շատ կարևոր է, նայեք առաջի Թեսաղոնիկեցի 2 գլուխ 12 համար ինչ է ասում։ Հորդորում եմ եւ մխիթարում ենք եւ վկայություն ենք տալի։ Անցյալի մասին է խոսքը, բայց ինչ արդյունք է գալիս, որ դու գնաք ինչպես որ Աստծուն կվայել է, որ ձեզ իր արքայության եւ փառքի մեջ կանչեց։ Որ դու գնաք ինչպես վայել է Աստծուն, ճշմարիտ Աստծու Աստվածապաշտությամբ։ Պողոս Արաքելը հետաքրքիր է ասում, գիտեք, անցյալում ասելով ինքը ներկայացում է ներկան։ Մենք բավականին շատ անգամ խոսացել ենք ճշմարտության մասին ու շարունակում ենք խոսալ։ Ու այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է ասել, մենք գնում ենք թե չէ ինչպես որ Աստված Աստծուն կվայել է։ Մենք անում ենք այն ինչը որ մենք այսօր համարում ենք Աստվածպաշտություն։ Չէ՞ որ մենք պետք է այս սեղանի բարիքները ընդունենք։ Ու այս սեղանի բարիքները նա դրված է, որպեսզի մենք օրհնություն ստանանք, բայց դուք լավ գիտեք, որ կարող է պատահի նաև դատապարտություն լինի։ Այն օրհնության սեղանը, որն Աստված պատրաստել է, կարող է մեզ համար դատապարտություն լինի։ Եթե մեր Աստվածապաշտությունը չի համապատասխանում Աստծո խոսքին, չի համապատասխանում Աստծո փառքին, մենք Աստված, ճիշտ Աստված ենք պաշտում, մեծատարով Աստված, թե փոքրատարով Աստվածներ ենք պաշտում։ Այսա կարևոր է, չեմ կարծում, որ այսօր որևէ մեկ ասի, չէ, ես փոքրատար Աստված Աստծո հետ ինչ գործ ունեմ։ Բայց մենք կարող ենք ասենք, որ գործ չունենք, բայց պաշտելու մեջ կարող ենք առաջադիմել։ Ունայեք վերջում, որ մենք մեզ համար շատ կարևոր լինի հասկանալու, առաջի Թեսաղոնիկեցի 4 գլխի 7-րդ համարը,
ինչի համար ենք մենք ընդհանրապես այս բանը անում։ Ինչն է մեր գլխավոր նպատակը։ Первое Фессалоникийцам 4 глава 7 стих. Որովհետև Աստված մեզ չկանչեց պղծության համար, այլ սրբության մեջ։ Պղծության մեջ չկանչեց Աստված, մեզ սրբության մեջ կանչեց։ Մեզ Աստված չկանչեց, որ մենք կեղծ աստվածապաշտություն ունենանք։ Մեզ Աստված կանչեց, որ մենք ճշմարիտ աստվածապաշտության մեջ ենք։ Եվ սա շատ կարևոր է, իմ սիրելիներ, քիչ առաջ մենք կարդացինք, ճիշտ այնտեղ այտենց точно չի գրած, ոնց որ եղբայրը ասեց, շատ անգամ մատնատությանելով մենք կարող ենք այս սրա մասին ասել, որ այս սա կեղծ աստվածապաշտության մեջ են գտնում։ Բայց ես ինչ եմ։ Իմ մասին եմ ուզում ասել։ Ես ինչ եմ։ Որպես ձեր եղբայր, որպես այն վկայող, որ Աստված ես Աստծո առաջ վկայում եմ, որ ես կեղծ աստվածապաշտության մեջ եմ, ճշմարտության աստվածապաշտության մեջ եմ։ Ինչքանով իմ ասած խոսքերը համապատասխանում է ճշմարտության։ Այդ գիտեմ ես եւ Աստված։ Ու դրա համար սիրելիներ, մտածենք դրա մասին։ Մենք հիմա պետք է ընդունենք այս սեղանի բարիքները։ Մենք բոլորս էլ դրա համար ենք հավաքվել այսօր, որպեսզի հիշենք, ավելին կասեմ, ոչ թե պատմենք, այլ հռչակենք մեր ամենակարող Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահը։ Հռչակենք, որ ինքը ժամանակին 2000 տարի առաջ եկավ այս ֆիզիկական կյանքի մեջը, ինքը իրան ունայնացրեց, սարսափելի ժամանակներ անցկացրեց, սարսափելի ինչ իմաստով, որ ինքը թագավորների թագավոր այս կյանքի մեջ միջև անգամ գլուխը դնելու տեղ չուներ։ Հետո էլ ամենանվաստացուցիչ մահով մեռավ, ավազակների մահով մեռավ, որպեսզի ինձ եւ ձեզ հավիտենական կորուստից ազատելով հավիտենական կյանք տա։ Ու մենք իրավունք չունենք, իմ սիրելիներ, հասկանալով ու գիտակցելով, թե ինչ է արել մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ու այսօր այս սեղանի բարիքները ընդունելով, հռչակելով նրա մահը, մենք իրավունք չունենք կեղծ աստվածապաշտության մեջ լինել։ Մենք պետք է միայն ճշմարիտ աստվածապաշտության, ճիշտ այն Աստծուն պաշտենք, որն որ փառքի, պատվի եւ երկրապագության արժանի է։ Տերը թող բոլորիս օրհնի, թող միշտ հարավորվի հիմա եւ հավիտյանս հավիտենից ամին։ Եկեք բոլորս ոտքի կանգնենք, որ աղոթ կանենք։ Շնորհակալություն հայտնենք նախ Աստծուց, որ Աստված մեզ օգնում է այն ճշմարիտ խոսքը, որ ուղարկել է մեզ, որ մենք կարողանանք ավելի ու ավելի խորանալ այդ խոսքի մեջը եւ մեր աստվածապաշտությունը չլինի կեղծ, այլ կարողանանք ճշմարիտ աստվածապաշտությունով առաջնորդվել, բայց նորից եմ հիշեցնում, մեր աստվածապաշտության մեջ ջանք է պետք լինի։ Եթե ջանք չկա, մենք ոչ մի անգամ ճշմարիտ աստվածապաշտության մեջ չենք կարող լինել։ Աղոթ կանենք եկեք։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք նորից եւ նորից քո ողորմությունների համար։ Շնորհակալ ենք, որ դու այսօր կյանքի եւ աստվածապաշտության համար ամեն ինչ տվել ես, Տեր, որովհետեւ մենք ժամանակին, երբ որ կանգնենք քո առաջ ու Աստված չանի, որ մենք լսենք քեզանից այն սարսափելի խոսքերը, երբեք չեմ ճանաչել քեզ, ապա մենք ոչ մի անգամ չենք կարողանա առարկել, որովհետև այն խոսքը, որն որ դու արդեն ուղարկել ես մեզ համար, որն որ մենք ունենք այսօր առատորեն այսօր, որն որ քարոզվում է, որն որ հնարավորություն է տրվել, որպեսզի ավելի ու ավելի մանրակրկիտ հասկանալու, այդ խոսքը մեզ արդեն ամեն ինչ ցույց է տվել, թե ինչպեսին պետք է լինի ճշմարիտ աստվածապաշտությունը։ Այդ խոսքը մեզի հնարավորություն է տվել, որպեսզի մենք կարողանանք ջոգել կեղծն ու ճիշտը, չարն ու բարին ջոգենք, Տեր։ Այդ խոսքը մեզ հնարավորություն է տալի, որ մենք Սուրբ Հոգու միջոցով, որն որ դու պարգևել ես մեզ որպես գրավ մեր փրկության, այդ Սուրբ Հոգու միջոցով մենք կարողանանք ճիշտն ու սխալը ջոգելու, Տեր։ Ու մենք այսօր ոչ մի անգամ, ոչ մի դեպքում առարկելու կամ վիճելու ոչ մի իրավունք չունենք քո առաջ, որովհետև դու ամեն ինչ տվել ես մեզ։ Դու խոստացել ես մեզ հավիտենական կյանք, բայց այս կյանքի մեջ մեզ կոչ ես անում, որպեսզի մենք ճշմարիտ աստվածապաշտության մեջ լինելով կարողանանք ոչ թե միայն խոսքով ասել, այլ կյանքով ապացուցել, որ իրականում մենք պաշտում ենք այն ամենակարող Աստված, Աստծուն, որն որ իր միածին որդուն չխնայեց, այլ այս աշխարհ ուղարկեց, որպեսզի մարդկանց միջոցով խաչապայտի վրա մեռնելով մեզ համար հավիտենական կյանք պարգևի, որպեսզի մենք կորուստից ազատվելով
ուրախության մեջ լինենք հավիտյանս ավետինից։ Դրա համար խնդրում աղաչում ենք, Տեր օգնի ամեն մեկիս։ Նրանք ովքեր արդեն ճշմարտության մեջ են, օգնի որ մենք կարողանանք մեր աստվածապաշտությունը միշտ քննողությամբ ենթարկել։ Նրանք ովքեր որ դեռ լրիվ հանձնված չեն, ու այսօր լսում են այստեղ եկեղեցու մեջ կամ համացանցի միջոցով, Տեր ողորմա ամեն մեկին, որ նրանք այդ կարևոր քայլը կատարեն, որ նրանք հասկանալով թե ինչ ես արել դու իրենց համար, անձնական իրենց համար, կարողանան քո ուրախությունը վայելելով, քեզ հանձնվեն Տեր ու իրենց անձը քեզ տալով կարողանան քո առաջնորդություն ունենալ։ Փառք, պատիվ, երկրապագություն։ Այս ամենը խնդրում ենք քեզանից, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։